Կան պատերազմներ, որոնք ավելի լավ է չսկսել։ Այդ պատերազմներից մեկը դա Ամերիկա-Իրանի դեմ պատերազմն է։ Ինչու՞։ Որովհետև Իրանի 4 կողմը ԱՄՆ-ն փորձեց դաշնակիցներով ահռելի աջակցությամբ շատ մեծ եւ դրական իմիջով իրականացնել պատերազմ։ Իրաքում, Աֆղանստանում, առնվազն, հերթ չենք։ Երկու տեղներ 20 տարի հետո ինքը դուրս եկավ տրիլիոնավոր դոլարների ծախսով, հազարավոր զինվորների կորուստով, զրոյական արդյունքով։ Զրո։ Okay, Իրաքում չկա Սադամ Հուսեյն, Իրաքում չկա քիմիական զենք, okay։ Իրաքում կա Դաեշ, իսլամական պետություն, Իրաքում չկա նորմալ կառավարություն, Իրաքի կառավարության մի մասը գտնվում է իրանական ազդեցության տակ, Իրաքի սահմանները ոչ մեկ չի հասկանում ով է վերահսկում, եւ դա կարող է միգուցե համարվի հաղթանակ պրոպագանդիստական ռոլիկներում, բայց չէ։ Էլ չասեմ Աֆղանստանի մասին։ Հիմա պատկերացրեք, Իրանը Աֆղանստան անգամ Իրաք է։ Եվ այնտեղ բավականին դժվար է լինելու արդյունքի հասնել եւ ապացուցել, որ այդ արդյունքը գործում է, որովհետեւ ԱՄՆ-ի համար ամենակարևորը պետք է լինի արագ հաղթանակը, որովհետեւ Թրամփը ժամանակ չունի, ինքը չի կարող 20 տարի գնա, որովհետեւ Իրանը իր վրա չի հարձակվել, ինքը ունի բնակչության մի մաս, որը համարում է, որ Իսրայելը շատ կարևոր է, բայց այդ մի մասն է, եւ իրականում նույնիսկ այդ մասին դժվար կլինի բացատրել, որովհետեւ Իրանը չի հարձակվում Իսրայելի վրա։ Իրանը ուղղակի նստած է, հիմա այս պահին ուղղակի նստած է, ոչինչ չի անում, ասում է մենք 2003 թվականին որոշում ենք կայացրել, որ մենք միջուկային զենք չենք սարքում, եւ մենք շարունակում ենք այդ բան հավատարիմ մնալ։ Ամերիկա չէ, բայց եթե թողենք մի կողմ, ինքը ասում է եթե հարձակվեք, ես իմ մարտիրներով կխփեմ, բայց չի ասում միջուկային զենքը։ Ասում եմ միջուկային զենքը կսարքեմ, եթե տեսնամ, որ էլ ճար չունեմ։ Okay, ունեմ հարստացված ուրան, չեմ սարքում միջուկային զենք, հավատարիմ եմ մնացել։ Հիմա դու ինձ պետք է ապացուցես, որպես Ամերիկա, որ Իրանը միջուկային զենք ունի, դու դրա համար ես հարվածում։ Բայց դա հիմարություն է։ Եթե ինքը ունի, ինչ ես հարվածում, որտեղ ինքը ունի, հետեւաբար կարա կիրառի։ Դու էլ կարաս կիրառես, բայց ինքն է կարա կիրառի։ Իմաստ չունի։ Okay։ Չունի, վաղը կարա ունենա, ինչ ես հարվածում։ Ուրեմն չունի։ Չունի, չէ, ասենք ու պատրաստ է բանակցել, նես չի որ չի բանակցում, ուղղակի ինչ մարդավարի հետ է բանակցի, բարձր որ գալիս ես ասում ես սաղ տանը տեղացը տուր բան ես, էսել բան մի հատ է կզի որով թռնեմ, քո հետ տենց ոչ մեկ չի բանակցի, որովհետև դու իրականում մեյմունին ես բերե աշխատանքի, քեզ ոչ մեկ լուրջ չի ընդունում, դու սուտ ես խոսում, եկածոտ օրվանից, դու 24 ժամ Ուկրաինայի պատերազմը էիր կասեցնում, ամբողջ աշխարհը վրդ ծիծաղում է, դու չկաս այդքան որ տենց բան ասես, դու փոքր ես։ Այդ ռեժիմը 79 թվականից պայքարում է Ամերիկայի Ռեյգանի դեմ են պայքարել։ Ну, չնայած մի մասը Ռեյգանի հետ են պայքարել։ Հիշենք հայտնի Իրան-Կոնտրաս ծրագիրը, երբ որ Ռեյգանը օգնում էր Իրանին, որպեսզի Իրանը ոչնչացնի սովետական ճամբարում գտնվող Իրաքի զորքերը։ Հետևաբար Իրանը ունի այդ բանակցային պոտենցիալը եւ Իրանը կարող է ուղիղ խոսել։ Եղբայր դու ով ես պատմում, դու ոչ մեկ ես։ Դու ոչ մեկ ես։ Դու չկարողացար կասեցնել ուկրաինական պատերազմը, դու չկարողացար կասեցնել Գազայում չապահովեցիր խաղաղություն, հիմա նորից պատերազմ սկսեց, դու չկարողացար Հեզբոլլայի բանը, դու գնացիր մենակով խփեցիր հութիներին ու այնքան ես խփելու մինչև հոգնես, մազերը թափի նորից սպիտակի կյաժից հետ գնա, որտեվ դու չես կարող հարց լուծել 12,000 կիլոմետրի վրա առանց դաշնակիցների, իսկ այսօրվա Ամերիկայի Միացյալ Նահանգները ունեն ցուցակ դաշնակիցներից, որը բաղկացած է 0 տողից։ Ոչ թե թղթի վրա դաշնակից, թղթի վրա դաշնակից մենք մի հատ հապկ ունենք։ 8 երգիրա ինչա։ Ամերիկան ունի 0 դաշնակից ցանկացած գործողության մեջ։ Ամերիկան գնացել է սեպարատ պայմանավորվածությունների Ռուսաստանի հետ, Եվրատլանտյան համայնքի ամենամեծ թշնամու հետ, որտեվ Եվրատլանտյան համայնքի ամենամեծ թշնամին Չինաստանը չի,
Եվրատլանտյան համայնքի ամենամեծ թշնամին Ռուսաստանն է։ Չինաստանը ընդհանրապես competitor, այսինքն տնտեսական հարցերով նշանակված, իսկ ոչ թե թշնամի, այլ ասենք մրցակից։ Այնտեղ տնտեսական հարցեր։ Թշնամի, որը ուզում է հարձակվի ոչնչացնի, բան դա Մորդորն է, դա Ռուսաստանն։ Տրամպը գնացել է բանակցելու Մորդորի հետ, պատկերացրեք բանին մատանիների տիրակալը, գնացել է Սաուրոնի դուրը, ցեցել է, ասել է եկել եմ արի մի բան պայմանավորվենք, ամբողջ աշխարհի աչքերում, սա երևի պետքա բարձրաձայնվի, որպեսզի հասկանանք, գիտեմ, ես նայում եմ, էտա վերաբերմունքը, ոչ թե թշնամի է, ոչ մեկը, դավաճան, վատ դավաճան, տակից, տափուկ, խափած դավաճան, ոնց է դա պատկերացնում ինքը այդ վիճակից, միայնակ, հարցակվի Իրանի վրա, որը էլի եմ կրկնում Աֆղանստան անգամ Իրաք է։ Ինքը չունի դա, Վենսը ամբողջ Եվրոպային վիրավորեց, ասեց ինչ-որ պատահական երկրներ են, ինչ-որ տենց բանակ չունեն բան, դե հեսա կգնաս մենակ կմտնես Իրան, տենամ կանի ու կես այդ գալի։ Հիմա այդ դաշնակիցների թեմայից, այո, հպանցիկ թեկուզ շատ չմանրանանք, բայց գիտենք, որ այդ սակագնային քաղաքականություն է փոխում Թրամփը, մաքսատուրքերի մասին Պինգվինները։ Հիմա եկեք տեսնենք ինչ են արտահանում պինգվինները, մենք չունեինք այդ ցուցակների մեջ։ Դուք տեղյակ եք ինչ որ բան արտահանում են Պինգվինները իրականում Ավստրալիայի տարածք են, որոնք համարվում են բան արգելանոց։ Այնտեղ ոչ չկա։ Դե հենց դա է խնդիրը։ Եվ Չէ, այնտեղ ամենահետաքրքիրը իհարկե Կոկոսի Island այդ բանն է, Կոկոսի կղզիները, որտեղ պաշտոնական բնակչությունը 536 հոգի է։ Ուղղակի 536 հոգի, 27 կղզի է փոքր, որից բնակեցված է 2-ը դրախտ է ուղղակի, իրանց ապրանքաշրջանառությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեծ հաշվով, որը կարողացել են գտնել $36,000։ Գիտեք դա ինչ է։ Հյուրանոցների եւ բաների հորեկաների Coca-Cola-ն է։ Տնտեսական պատերազմ են ասում։ Դե Համաձայն եք դրա հետ թե ոչ։ Պատմության մեջ դա երևի կարելի է մտնել բան։ Հիմարության հուշահամալիր։ Ես նմանատիպ հիմարություն չէի սպասում, որ Իսկ բոլոր երկրներին իր դեմ Տեսեք, ինքը ոչ միայն բոլոր երկրներին, ինքը կարողացավ ստեղծել մի իրավիճակ, երբ Չինաստանը, Ճապոնիան եւ Հարավային Կորեան համատեղ որոշում են կայացնում, որ նրանք Ամերիկայի մայրիկը պետք է լացացնեն։ Չես կարող, արադը չես կարող, հիմար գյադա է, ես խոսք չունեմ ուղղակի։ Նմանատիպ հիմար անձնավորություն ոնց է այդ երկիրը ծնել, ոնց է ինքը մինչև հիմա բան արել։ Իրենց տարաձայնությունները մի կողմ դնելով։ Դե ամեն ինչը թողեք մի կողմ, ամեն ինչը, ես հասկանում եմ, մագաները ընկել են դեմոկրատների հետևից, Բերնի Սանդերսը սոցիալիզմը ուզում քարոզի, ես այդ ամեն ինչը հասկանում եմ, մենք մեծ հաճույքով հետևում ենք դրան, հա, ասենք բան չկա, դա ներքին պայքար է, դա գրագետ է, դա հետաքրքիր է, բայց ինքեր դու ինչ որ քնձռոտ վիճակից վարկանիշ ստեղծելու համար կիսա գրագետ քայլերի ես ախր դա անգրագիտություն է մարդ չկա ոչ մի տնտեսագետ չկա որ ասում է որ սա օգտակար է ցես ուզում ես սկզբից որ բան եղավ 1.4 տրիլիոնով ընկավ շուկայի բանը ասի լավ մենք տենց գրեցիաս դեսա առավոտը ոնց որ հետ կգանու իրանց առավոտը դարավ 2 այսօր կարդում եմ 3.2 Այսինքն սա չի կանգնում, ֆյուչերսները շարունակում են գնել, բան Apple-ը ասել է, որ ինքը 100 միլիարդի բան, ինքը գործարանը կբերի, Apple-ի հայտարարությունը կարդում ես, ասում է դա 4 տարուց հետո կսկսեն բերել, որտեղ արդեն սա կոնտրակտները կան, ինքը չի կարող բերի։ Apple-ի ապրանքները 10%-ով կմեծանան։ Okay, Կանադայի բան արեց սկզբից ասեց Կանադայի վրա չի մել, որ Կանադայի վրա 25%-ը կա։ Կանադան հակադարձանում է։ Մակրոնը հայտարարում է, որ ասիմետրիկ է լինելու պատասխանը up to 100%։ Այսինքն այստեղ հարցը հետևյալն է։ Ես գիտեմ ինքը ինչ է անում, հա, սենց գիտեմ, որտեվ կարդում եմ։ Բանաձևն էլ է հրապարակի։ Այս հիմարը բանաձևը հրապարակել է բացառապես այն ինչ կոչվում է ֆիզիկական ապրանք, որով շոշափել է։ Այնտեղ կա եւս երկու կտոր ծառայություններ եւ կա ֆինանսական շուկաներ, որը լրիվ այլ գաղափար է։ Ուրեմն ֆիզիկական ապրանքներով
իհարկե բանի դիսբալանսը մեծ է Ամերիկայի, այդ ինչ որ ինքը ասում է ճիշտ է, բայց ծառայություններով ինքը գալիս զրոյացնում է, մոտավորապես զրոյացնում է, շատ փոքր է մնում տարբերությունը, բայց երբ որ դու նայում ես ֆինանսական շուկաներով, այսինքն Նյու Յորքի ֆոնդային բորսային օրինակ է, ինչ որ մարդիկ սովորեն, այդտեղ ինքը դուրս է գալի պլյուս։ Այսինքն ինքը ագահությունից ինչ էր անում, ինքը տեսնում էր որտեղ դրական է իր սալդոն, ֆինանսական շուկաներից դրական էր սալդոն, ինքը ուզում է սա էլ դրական բերի, համարելով, որ այն որ ասում է, տենց այդ բաններ ասում են, Չուկի գեկը, Օվերչուկը, որ Սալավյովը, որ կուդանի ձենուցը Հայաստանի մասին, որ ուր պետք է կորեն, որ հիմա սենց կանենք, էս էլ կբերեն մեր մոտ, մենք կդառնանք գլխավոր երկիր, առհակ ու բախտից։